Դուք ընդունում եք Հայաստանի Հանրապետության դատական համակարգի որոշումներն ու վճիռները, կան դատական համակարգի որոշումներ եւ վճիռներ, համաձայն որոնց ինչ որ կայքեր, որոնք փորձ է արվում կապել իմ անձի հետ, դատարանի որոշմամբ այդ կայքերը ինձ հետ կապ չունեն։ Իսկ ինչպես եք վերաբերում են անձանց, ովքեր ֆեյքերի միջոցով ինչ-որ բան են մարդկանց ասում, Ես ընդհանրապես ընտանիք են ներխուժում, այդ ֆեյքեր պահողները ինչպիսի անձինք են, ինչ գնահատական կտակ։ Եկեք ազնիվ լինենք, ես ինքս անձամբ բազմաթիվ անգամ ֆեյքային գրողների զոհ եմ դարձել եւ միանշանակ ես կողմ եմ նրան, որ երբ որ մարդիկ դիմացինին ինչ որ բան են ցանկանում ասել, դա պետք է անեն բացառապես իրենց դեմքով եւ իհարկե կոռեկտության սահմաններում։ Ձեր երեխայի ծնունդի հետ կապված շնորհավորանքը դարձավ այսպես քաղաքական նաեւ քննարկման թեմա, դրան ինչպես եք վերաբերում, արդյոք դա չի գալիս նաեւ ձեր այս տարիների գործունեությունից, արդյոք չի գալիս նաեւ նրանից, որ կրկնեմ, ձեզ կապում են մարդկանց երեխաներին թիրախավորելու հետ, մարդկանց կանանց թիրախավորելու հետ։ Իսկ դուք երբևիցե տեսել եք, նկատել եք կամ կարող եք գոնե մեկ օրինակ բերել, երբ որ ես թիրախավորել եմ որևէ մեկի երեխային, անչափահաս։ Ասում են ֆեյքով։ Շատ սխալ են ասում, դա ակնհայտ կեղծիք է, իսկ ինչ վերաբերում է իմ գործունեությանը, թե արդյոք դա է դարձել պատճառ, ոչ ընդդիմության, ոչ բարեկրթությունն է դարձել դրա պատճառը, որովհետև անչափահաս երեխային թիրախավորելը նամանավանդ նորածին, կներեք, բայց առնվազն անընդունելի է։ Ու շատ հաճախ նաև ոմանց կողմից այդ տեսակ պահվածքի դրսևորումը իմ կողմից է արժանացել քննադատության։ Դուք թույլ տվեք շարունակեմ։ Շնորհավորել եք որևէ մեկին։ Այս տարիների ընթացքում օրինակ ձեր մեջ այդքան ուժ գտել եք, որ որևէ մեկին հրապարակային, օրինակ Նիկոլ Փաշինյանի սուր քննադատության ենթարկող մարդկանց, ձեզ սուր քննադատողներին երբևէ շնորհավորել եք։ Եղել են առիթներ, որ ցավակցել եմ ինչ-ինչ հարցերով եւ ինչու ոչ նաեւ շնորհավորել եմ։ Ինչ վերաբերում է մանկահասակ երեխաներին թիրախավորելը, այդ գործելավոճը ինձ համար անընդունելի է եւ բնականաբար դա քննադատելի է։ Անկախ նրանից, թե երեխայի ծնողները ինչ քաղաքական հայացքներ ու դրսևորումներ ունեն, երեխաները դրա համար պատասխանատու չեն կարող լինել։ Պարոն ձեր եւ Արայիկ Հարությունյանի հարաբերությունները վերջին շրջանում ինչպիսին են եղել, որովհետեւ կան խոսակցություններ, որ լարվել էին եւ մասնավորապես հրաժեշտի ժամանակ Արայիկ Հարությունյանին դուք ներկա չէիք, համենայն դեպս տեսանյութերում չկար, նաեւ այն վերջին լուսանկարում դուք չկայիք, երբ Արայիկ Հարությունյանը հրապարակել էր կառավարության աշխատակազմը, այդտեղ։ Իմ եւ Արայիկ Հարությունյանի հարաբերությունները բավականին լավ են։ Մեր հարաբերություններում ոչ մի բան չի փոխվել։ 5 տարիների ընթացքում մենք շատ կառուցողական աշխատանք ենք ունեցել իրար հետ եւ այդ աշխատանքը ես ավելի քան վստահ եմ, որ մենք շարունակելու ենք ազգային ժողովում որպես ազգային ժողովի падգամավոր։ Իսկ ինչ վերաբերում է իմ այդ լուսանկարում ներկա գտնվել չգտնվելուն, ինչպես նկատեց հարգելի գործընկերը, ես որդի էի ունեցել նորածին եւ զբաղված էի այդ հարցերով։ Խունքի վարչապետի աշխատակազմից դուրս եկաք եւ Արայիկ Հարությունյանը եւ դուք տեղափոխվեցիք։ Եկեք մի պարզ բան հասկանանք։ Արդյոք որևէ տեղ թերացել էիք, որպեսզի որ տեղափոխվեցիք այստեղ։ Արդյոք թերացել ենք թե չէ, գիտեք այդ հարցին ես զերծ կմնամ պատասխանելուց, այդ հարցի պատասխանը կարծում եմ պետք է տա այն մարդը, այն քաղաքական առաջնորդը, ով այդ պաշտոնը վստահել էր մեզ, իսկ ինչ վերաբերում է ինչի վերցրեցինք падգամավորական մանդատը, շատ պարզ պատճառով, որովհետև падգամավորական մանդատը մեզ տրվել է ժողովրդի լեգիտիմ ընտրությունների արդյունքում, եւ ես այդ ամենի կողմնակիցն եմ, որ ժողովրդի լեգիտիմ ընտրությունների արդյունքում տրված քաղաքական այդ մանդատը պետք է վերցնել եւ տեր կանգնել դրան։ Ակնկալիքներ ունեք նոր մեկնարկած նստաշրջանից եւ ինչ ակնկալիքներս հետեւյալն են, որ ես միտված եմ նրան, որ կառուցողական աշխատանք կլինի ընդդիմության եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության միջև, համենայն դեպս միտումս դրան է եւ բնականաբար պետք է լինեն քննադատություններ եւ ինչը ոչ նաեւ բանավեճեր, բայց հուսով եմ դրանք կլինեն բարեկրթության սահմաններում միայն որ ծափերի մասին է խոսքը։ Ոչ միայն Էդգար Ղազարյան, ընդդիմության իսկ հնչում էին, շատ լավ իշխանությունը ծափահարում էր, ծափերը Իսկ դրան զուգահեռ ինչի չնկատեցիք, որ երբ որ հնչում էին քաղաքացիական պայմանագիր խմբակցության ընտրված падգամավորների անունները,
Նույն ընդդիմությունից եւ ոչ մեկ չէր ծափահարում։ Կարգով ասում են նման բան չկա։ Ընդդիմության падգամավորները նույնիսկ ոտքի չէին կանգնում, երբ որ իրենց անուններն էին հնչում։ Բա դրա մասին ինչի չեք ինչի չեք խոսում։ Հետ կապված փաստացի падգամավորը հիմա չի կարողանում, հա, հավանություն չի նոր խորհրդարանը հավանություն չի արժանացրել, դատախազը չի եկել եւ այլն, բայց այդ մարդը չի կարողանում իր Հարգելիներս Արտուր Սարգսյանը անցնում է քրեական գործով ու դրա գիտեք ինչ կա քրեական գործով անցնող մարդը պետք բնականաբար անցնելու է ինչ-ինչ process-ներ ու դա նորմալ process է, որ այս դեպքում օքեյ կա, բայց դրա վճիռը ես չեմ տալու, դա տալու է դատարանը, դա տալու է քննիչը։ Դրա պատասխանատուն ես չեմ։ Դե կներեք էլի ես չեմ մեղավոր, որ Արտուր Սարգսյանը անցնում է քրեական գործով։ Կներեք։ Պարոն Չախյան, քանի որ դուք նաև մարզ եք ներկայացնում, մասնավորապես Շիրակի մարզը, ինչ եք անելու, ինչ փոփոխություններ եք բերելու Շիրակի մարզին եւ մասնավորապես Արթիկ համայնքին, չգիտեմ, դուք նկատած կլինեք թե չէ, բավականին ոչ բարվոք վիճակում է գտնվում Արթիկի կենտրոնական հրապարակը քաղաքապետարանին կից, որի քաղաքապետը ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչ Անանիկ Ոսկանյանն։ Ես եթե չեմ սխալվում, եթե անկեղծ լինենք, չեմ հասցրել մանրամասն ուսումնասիրեմ, բայց եթե չեմ սխալվում, կա նախագիծ վերափոխելու ձեր նշած հրապարակը, ինչ վերաբերում է ինչ օրենսդրական փոփոխություններ կլինեն, ձերս կմնամ դեռ պատասխանելուց, ընթացքում կհասկանանք արդեն ինչ օրենսդրական փոփոխություններ կարելի է հանդես գալ։ Պարոն Չախյան, քանի որ դուք Գյումրիում արտահերթ ընտրություններ այնուամենայնիվ լինելու են, թե այդ մտքից իշխանությունը հետք է կանգնել։ Գյումրիում կա խնդիր, դա միանշանակ է, որ այդ խնդիրը պետք է լուծվի, դա էլ է միանշանակ։ Պայմանավորվել եք Արթիկի դեպքում չեք տեսնում, Այսինքն որովհետև կներեք, բայց իսկ դուք նախագծերը Արթիկի դեպքում տեսնում եք այն հսկայական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել։ Օրինակ տասնամյակներով նախկինների ժամանակվանից սկսած փողոցները, որոնք ասֆալտապատված չեն, շարունակում են ոչ ասֆալտապատված, կամ լավ, դա չի մտնում որևէ ծրագրի մեջ, Արթիկի կենտրոնական հրապարակում նստարանները մասնատված վիճակում են, որտեղ որևէ մեկը չի կարող։ Եկեք մի պարզ բան հասկանանք, որ գիտեք ինչ կա, այն որ 30 տարիների ընթացքում ոչ մի աշխատանք չի արվել ու այսօր մեղադրել իշխանությանը, թե ինչի եկել եք իշխանությանը միանգամից բոլոր հարցերը չեք լուծում, կներեք, բայց դա անարդար է։ Իսկ նույն Արթիկում, նույն Գյումրիում ինչքան հարցեր են լուծվել։ Նույն Արթիկում քանի մանկապարտեզ է կառուցվել։ Ինչի դրա մասին չենք խոսում։ Հիմա եկեք հասկանանք, առաջնահերթ խնդիրներ կան։ Կառուցեցինք մանկապարտեզները, ինչքան գիտեմ հիվանդանոցը հիմնանորոգվել է, չէ՞, եթե չեմ սխալվում։ Նորն է կառուցվում, նոր դպրոց է կառուցվում։ Բավականին է ձեզ ասեմ եղել։ Շատ լավ, նախկիններից որ մեկի օրոք է Արթիկ քաղաքում դպրոց կառուցվել։ Խնդրում եմ ասեք ու որ դպրոցը։ Խնդրում եմ ասեք։ Հիմնանորոգվել է նոր կյանքի միջնակարգ դպրոցը, որտեղ ես Արթիկի մասին է խոսքը։ Ես Արթիկի դպրոցում սովորել եմ։ Նոր կյանքը գտնվում է Արթիկի համայնքում։ Հիմնանորոգվել է, բայց չի կառուցվել։ Արթիկում հենց հիմա դպրոց է կառուցվում։ Արթիկում հենց հիմա դպրոց է կառուցվում։ Նախկիններից որ մեկի օրոք է Արթիկում դպրոց կառուցվել։ Գիտեք ինչի չեք հիշում։ Մի պարզ պատճառը, որովհետև ոչ մեկի օրոք դպրոց չի կառուցվել։ Բայց եղան հրապարակումներ, որ Վարդան Ղուկասյանի հետ կարծես թե իշխանությունը պայմանավորվածության է եկել։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Անլուրջ է, առնվազն անլուրջ է։ Ես գիտեք ինչ կա, առնվազն պետք է միամիտ լինել հավատալու նրան, որ իշխանությունը կարող է գնալ ինչ-որ ստվերային պայմանավորվածությունների կոռուպցիոներ Վարդանիկի հետ։ Կներեք, բայց դա անլուրջ է, էլի։ Այսինքն ընտրությունների թեման դեռ ձեզ համար ակտուալ է իշխանությունը։ Իհարկե ակտուալ է։ Գյումրիում կա խնդիր եւ այդ խնդրին պետք է լուծում գտնել։ Միանշանակ է դա։ Պարոն Չախյան, քանի որ այդ բարքերից եք նաև խոսում, Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Կոնջորյանի դրվագով նայել է ծեծի ենթարկվել, բայց նաև ինքն է թույլ տվել խուլիգանական արարք։ Դուք դատապարտում եք երկու գործողություններ։ Ես դատապարտում եմ ցանկացած բռնության դեպք։ Տեղի է ունեցել բռնության դեպք Հայկ Կոնջորյանի եղբոր հանդեպ։ Բռնությունը դատապարտելի է եւ բնականաբար դա անընդունելի է։ Մնացածը թե այդ բռնությունը ինչի արդյունքում է եղել, ինչի հետևանք է եղել, ինչից է ծագել, դա պետք է ուսումնասիրեն իրավապահները։ Ես զերծ կմնամ որևիցե մեկնաբանություն տալուց։ Իրավապահները թող զբաղվեն, ուսումնասիրեն եւ իրենց իրավական գնահատականը տան այդ ամեն ինչին։ Նրա կնոջ նաև աշխատավարձը կոռուպցիայից խոսեցիք, հայ փոստը, որը հիմա ասում են վնասով է աշխատում, մենք տեսանք թե ինչքան
քաղաքական աշխատավարձ է ստանում Հայկ Կոնջորյանի կինը։ Բայց այդ կոռուպցիայի դեպք ես չեմ տեսնում։ Ողորմավորություն, Եթե օրենքով սահմանված կարգով մարդը աշխատավարձ է ստանում, ինչ կոռուպցիայի մասին է խոսքը։ Այլ հարց է, որ դուք արդարացի չեք համարում այն աշխատավարձի չափը, որը ինքը ստանում է, դա հարցի լրիվ այլ կողմն է, բայց կներեք, այդտեղ կոռուպցիա չկա, որովհետև մարդը ստանում է ամսական օրենքով իր համար նախատեսված աշխատավարձը։